Բաքուն մեր գերիներից 4-ին հանձնել է Հայաստանին, իսկ մեր երկրում Սիրիայից հմահ ազատազրկված 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային։ Նոր հնարավորություն, թե անվտանգային հետևանքներով փաստաթուղթ թրիփ նախագծի մասին հակասական գնահատականները խորացնում են անորոշությունը, ի վերջո ինչ է իրականում բերում թրիփը Հայաստանին։ Պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը, Իրանի դեսպանի հայտարարությունը։ Հայ-թուրքական կարգավորման օրակարգը դեռ անորոշության դաշտում է, իրական խաղաղությունը թե հերթական պայմանական խոստումներն են առաջնագծում։ Շտաբ բուժօգնությունը կդառնա վճարովի 8-ից ավելի կանչի դեպքում բացառություններ կան՝ դանակահարություն, ցրտահարություն, պարտադիր առողջապահության ապահովագրության թեման բողոքի ալիք է բարձրացրել տնտեսվարողների շրջանում, ինչու են իրենցից միանվագ պահանջում։ Կամավոր ատեստավորումը որակն է բարձրացնում, թե դարձել է ձևական ու անհամակարգ փորձություն, կրթական բարեփոխումների հակասությունները։ Լոռու մարզում բացահայտվել է տորֆի ապօրինի արդյունահանում, պետությանը պատճառվել է 55 միլիոն դրամի վնաս։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Թողարկումը սկսենք լավ ու սպասված նորությունով։ Բաքվում պահվող հայ գերիներ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիվ Խաչատրյանը հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են Հայաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, իսկ Վագիվ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն։ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեկ Ալ-Հաջին եւ Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերին այսօր Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին, իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով, ասվում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Նշել են, որ փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցություն եւ կիրառվող իրավական մեխանիզմների ներքո։ Իդեպ լրատվամիջոցների տեղեկացմամբ նրանք ցմահ ազատազրկման են դատապարտվել 2020 թվականին 44 օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում որպես վարձկան ահաբեկիչներ ներգրավվելու համար։ Թրիփ նախագիծը շարունակում է բազմաթիվ հարցականներով մնալ, թեև իշխանությունները այն ներկայացնում են որպես տնտեսական ու լոգիստիկ նոր հնարավորություն, մասնագետները շեշտադրում են փաստաթուղթը ենթադրում է խորքային քաղաքական, իրավական եւ անվտանգային հետևանքներ, որոնք դեռևս բավարար չեն բացատրվել հանրությանը։ Այս ֆոնին տարբեր կողմերից հնչող հակասական գնահատականները ավելի են խորացնում անորոշությունը, ինչ է իրականում բերում թրիփը Հայաստանին եւ ինչ գին կարող է ունենալ այդ համագործակցությունը։ Ժամի անդրադարձը։ Մի քանի էջանոց փաստաթուղթը կետ առ կետ Արարատ Միրզոյանը վերլուծում բացատրում է, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում թրիփ նախագիծը եւ թե ինչ է ներառում լույսը դեռ Հայաստանում չբացված Վաշինգտոնում հրապարակված այդ փաստաթուղթը։ Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է Երևանյան ժամանակով գիշերը, ավելին համաձայնեցված չէ։ Փորձագետները, վերլուծաբաններն ու իրավաբանները սակայն մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում թրիփ նախագծով հիացածներից, ծրագիրը իրականացնելու պատրաստակամություն հայտնած կողմերից։ Հայտարարության մեջ նշվում է, որ թրիփը նախնական 49 տարի ժամկետով է տրամադրվում կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել թրիփ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը եւ պահպանել 26%-ը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով։ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է մեծ հաշվով, դա կառուցապատման իրավունքն է, հա, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է։ ԱՄՆ-ի ակնկալիքներն այս առումով ըստ վերլուծաբանների հայտնի են՝ ֆինանսական հոսքեր, շահույթներ, իսկ ինչ է շահում Հայաստանը եւ Հայաստանին հասանելի 26% մասնաբաժինից որքան է մնալու Հայաստանին, թե այդ մասնաբաժինն ամբողջությամբ գնալու է ԵԱՏՄ ընդհանուր կաթսա։ Ես ակնկալիք չունեմ, որ 26-ից մեծ մասը Հայաստանն է լինելու։
դա ԵԱՏՄ-ին է լինելու։ Միրզոյանն ասում է, Ռուսաստան եւ Թուրքիայի մասնակցությունը TRIP նախագծին չի քննարկվել, սակայն նշում է, թե ապաշրջափակման ավելի լայն համատեքստում առանց թուրքական կողմի մասնակցության հնարավոր չի լինի ապահովել մեծ լոգիստիկ անցումը, ինչպես նաեւ Հայաստանի ապաշրջափակումը։ Տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ TRIP-ի մասով։ Նախատեսվելիք TRIP նախագիծը ԵԱՏՄ սահմաններով է անցնելու։ Անդամ պետությունների դիրքորոշումը հաշվի առնվելու է, օրինակ Ռուսաստանի մասնակցությունը այդ նախագծում դիտարկվում է։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին TRIP-ում ոչ, բայց TRIP-ի շարունակություն, TRIP-ին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Եթե մենք շարժվենք Հայաստանի ինքնիշխանության դիրքերից, ենթադրենք առանց ԵԱՏՄ գործընկերների կարծիքը կամ շահերը հաշվի առնելու կյանքի կոչեն, նույն ԵԱՏՄ կառույցից կարող են Հայաստանին դուրս թողնել։ TRIP-ի ֆոնին ամերիկացի պաշտոնյաները մեսիջներ են ուղարկում, որ հայ-ամերիկյան հարաբերությունները անցնում են հաջորդ փուլ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի ձևակերպմամբ առաջ մղելով խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանում։ Թրամփի ու կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է եւ դրա կառավարումը տնտեսական գործընկերությունը։ TRIP նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանում Իրանի դեսպանը, նշելով, որ իրենք վստահում են հայ գործընկերներին, սակայն չեն վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել այս նախագիծը TRIP-ը իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Այս հայտարարության մեջ էլ սևով սպիտակի վրա արձանագրվել է. TRIP-ը պետք է իրականացվի պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ամբողջ ծածկույթի նկատմամբ։ Հայտարարություն, սակայն սահմանադրագետները հիշեցնում են, որքան էլ իշխանությունը կուրծ գծեցի, թե Հայաստանի ինքնիշխանությունը չի ոտնահարվում, այնուամենայնիվ Հայաստանի սահմանադրական դատարանը պետք է որոշի նմանատիպ միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի սահմանադրականության հարցը։ Հետո միայն այն պետք է վավերացնի ազգային ժողովը, եւ հենց ազգային ժողովն էլ կրելու է հետևանքների պատասխանատվությունը։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ TRIP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը կարևոր է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Մեր երկրի հիմնական առաջնահերթություններից մեկը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ հաղորդակցության ապահովումն է, ասել է Հաջիզադեն։ Իրանում ավելի քան 2 շաբաթ շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերի դեմ իրականացվող ուժային ճնշումների հետևանքով զոհերի թիվը ըստ ամերիկյան աղբյուրների սարսափելի չափերի է հասնում։ Սպանվածների թիվը առնվազն 12,000-ի է հասնում եւ հնարավոր է աճի մինչեւ 20,000-ը։ Սա բազմակի անգամ գերազանցում է նախկինում հրապարակված տվյալները։ Հրապարակման համաձայն զոհերի թվում հիմնականում տեղի բնակիչներ եւ ցուցարարներ են, որոնք ստացել են հրազենային եւ բեկորային ծանր վնասվածքներ։ Iran International հեռուստաալիքը եւ Iran Human Rights կազմակերպության ղեկավար Մահմուդ Ամիրի Մողադամը նույնպես հաստատում են զանգվածային սպանությունների փաստը, նշելով, թե իշխանությունները միտումնավոր անջատել են համացանցը արյունալի գործողությունները թաքցնելու համար։ Միևնույն ժամանակ Իրանի պաշտոնական ներկայացուցիչները տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդում են արտաքին ուժերից ֆինանսավորվող ահաբեկիչների վրա։ Իրանը զգուշացրել է Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշնակիցներին պատասխան հնարավոր հարվածների մասին, եթե Վաշինգտոնը որոշի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանական աղբյուրներն են հաղորդել Reuters գործակալությանը։ Թեհրանն ըստ բրիտանական լրատվամիջոցի զգուշացրել է տարածաշրջանային պետություններին Սաուդյան Արաբիայից ու Արաբական Միացյալ Էմիրություններից մինչև Թուրքիա, որ Միացյալ Նահանգների հարձակման դեպքում այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները ենթարկվելու են հարձակման։
Իրանը չունի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Չնայած այն հանգամանքին, որ մի շարք շենքեր են ավերվել եւ որոշ սարքավորումներ են վնասվել, միջուկային տեխնոլոգիաները եւ կուտակված փորձը չեն կարող ոչնչացվել ավիահարվածներով։ Մեր մտավոր ներուժը եւ գիտական բազան մնում են անվնաս, ասել է Արաղչին։ Նախարարն ընդգծել է, որ Իրանի ներկայիս ռազմական իրավիճակը շատ ավելի լավ է, քան անցյալում։ Նա ասել է, որ իրադարձությունները բացահայտել են թույլ կետեր եւ երկիրը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում։ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը, ասել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին, անդրադառնալով Իրանի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ մարդկանց կողմից 6 օր շարունակվող անհարգալից ու վիրավորական հայտարարություններով ուղեկցվող ակցիաներին։ Դիվանագետն ընդգծել է նաև, որ Իրանը ամենադժվար պահերին կանգնած է եղել Հայաստանի ժողովրդի եւ կառավարության կողքին եւ այնինչ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Դեսպան Շիրոգալմին խոսքով շատերն են սպասում, որ Իրանում անկայունություն կլինի եւ անջատողական ուժերը կակտիվանան երկիրը մասնատելու համար։ Այս գործընթացը ի սկզբանե պլանավորված է եղել Իսրայելի կողմից։ Նրանց դա չի հաջողվի, բայց եթե նրանք կարողանան հաջողության հասնել այդ գործում, ապա Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Կարծում եմ, այս միտքը լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի վերջին շահի որդու Ռեզա Փեհլևիի հետ քննարկելու Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը։ Ավելի վաղ Թրամփը մեկնաբանելով Իրանում հնարավոր զարգացումները Փեհլևիին անվանել է լավ մարդ, սակայն նշել, որ ներկայումս նպատակահարմար չի համարում նրա հետ հանդիպելը որպես ԱՄՆ նախագահ։ Փեհլևին ավելի վաղ տևած հարցազրույցում նշել է, որ ինքը չի խնդրել իրանցիներին դուրս գալ փողոցների եւ կռվել Իրանի իշխանությունների դեմ, դա նրանց ցանկությունն է։ Նրա խոսքով նա օգնության ձեռք է մեկնում իրանցիների խնդրանքով։ Թուրքիայի նախագահի խոստացած խորհրդանշական քայլերը հայ-թուրքական կարգավորման օրակարգում դեռ մնում են անորոշության դաշտում ավելի շատ քաղաքական ազդակների, քան կոնկրետ գործողությունների մակարդակում։ Անկարայից հնչող վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ գործընթացը շարունակում է պայմանավորված մնալ ոչ թե երկկողմ պատրաստակամությամբ, այլ Ադրբեջանի դիրքորոշմամբ եւ Երևանից սպասվող զիջումներով։ Արդյունքում կրկին առաջ է մղվում հայ-թուրքական սահմանի բացման թեման, խորացնելով հարցը իրական թե հերթական պայմանական խոստումների մասին է խոսքը։ Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ քայլ անելու այս հայտարարությունը Թուրքիայի նախագահը անցած տարեվերջին արեց, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ ասել է խորհրդանշական քայլ։ Հիմա սակայն թուրքական կառավարությունից նաև պնդում են, նույնիսկ կարելի է ասել խաղաքարտեր բացում, թե Երևանի հետ հարցերը կարող են պարզել միայն եթե Բաքուն դեմ չլինի։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության այս մասին ուղիղ տեքստով ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտի գլխավոր պատասխանատուն։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախնստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում կկարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանի նկատմամբ։ Նույնն է նաեւ մեր նախագահի դիրքորոշումը։ Հիմա սկզբից որն է թուրքական սիմվոլիկան, որ նախագահ Էրդողանը խոստանում էր այս տարեսկզբից գործի դնել։ Մասնագետի պնդմամբ առավելագույն հավանականության սլաքներն այստեղ թեքվում են դեպի Մարգարա Ալիջան, հայ-թուրքական սահմանի պինդ զոդված այս դարպասները բացելու, բայց ոչ թե հենց երկու պետությունների, այսինքն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների, այլ միայն երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մի բան, ինչի շուրջ վաղուց էին պայմանավորվել հարաբերությունները կարգավորող բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը, եւ չնայած Երևանի պատրաստակամությանը, գործընթացը փակուղի գնաց հենց Անկարայի ուղղորդմամբ։ Դա պայմանավորվել էին 2022 թվականին դեռ, բայց ինչպես տեսնում ենք, ձգվեց եւ Թուրքիան անգամ այդ փոքր քայլը, որը մեծ հաշվով հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում, իր ձեռքում ոնց որ շարունակում էր օգտագործել որպես ինչ-որ մի լծակ, միջոց, եւ այս պահին դա որպես խորհրդանշական քայլ կներկայացվի նրանց կողմից։ Միջազգայնագետն էլ Թուրքիայի տրանսպորտի եւ
եւ ենթակառուցվածքների նախարարի հայտարարությունը հաշվի առնելուց զատ, ունի նաեւ տպավորություն, թե Անկարան իր խորհրդանշական քայլն անելու հարցում առայժմ ոտքը կախ է գցում, դարձյալ Երևանից ակնկալիք ունենալով, իրենք էլ մեր խորհրդանշական քայլին են սպասում, ասում է Դավիթ Կարապետյանը։ Թուրքական կողմը եւս սպասում է, որ սահմանադրության մեջ կփոխվի հռչակագրի մասը եւ պետական նշանների, զինանշանի վրայից, գերբի վրայից այդ Արարատի դուրսբերման մասով նաեւ նրանք ավելի քան հակված են կարծելու, որ սպասում են, որ հայկական կողմը դրանք կանի եւ դրա դիմաց նոր թուրքական կողմը այսպես կոչված ճագերտավոր սիմվոլիկ քայլերի կգնա։ Ստացվում է թուրք-ադրբեջանական դուետին ոչ միայն միավորում են տարածաշրջանային, այդ թվում Հայաստանի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլև միևնույն պահանջները, որ ունեն Երևանից, հավելում է մասնագետն ընդգծելով, նրանք իրարից երբևէ չեն բաժանվել, չեն բաժանվելու։ Իրենց գերնպատակը հիմնականում ոչ թե օրինակ Գյումրի Կարս երկաթուղու բացելն է, սահմանի բացելն է Շիրակի մարզի հատվածում կամ առավել եւս Մարգարայի հատվածում, այլ իրենց գերնպատակ հենց հիմա ամբողջ ենթակառուցվածքները, տրանսպորտային շինարարությունը գնում է դեպի հարավային հատված, այսինքն Նախիջևանով կապը հաստատել Ադրբեջանի հետ։ Հետևաբար նրանց գերնպատակը ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումն է, այլ Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով կապ ստեղծելն է։ Տարածաշրջանում քաղաքական, անվտանգային եւ տնտեսական հարցերը միաժամանակ են օրակարգ դուրս եկել եւ դրանց փոխկապակցված զարգացումը փաստացի ստեղծել է մի իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը պարտադիր չէ, որ նույնը լինեն։ Այստեղ է, որ մասնագետների գնահատմամբ ձևավորվում է ընթացիկ անորոշությունը, խաղաղությունը գալու է, թե ոչ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ թուրքական Անադոլուն հաղորդում է, որ հայ-թուրքական սահմանի Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքներն 90% ավարտված են։ Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ մաքսային եւ սահմանային ընթացակարգերի համար նոր շենքերի շինարարությունը լիարժեք ընթացքի մեջ է։ Անցակետում ըստ գործակալության տեղադրվում են նաեւ գովազդային վահանակներ եւ ցուցանակներ Հայաստանից զբոսաշրջիկներ գրավելու համար, Իգդիր եւ հարակից շրջաններ։ Ադրբեջանի հետ տրանսպորտային հանգույցի գործարկումն ըստ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարող է ազդել Վրաստանով Հայաստան բեռնափոխադրումների գնի վրա։ Գեգամ Գևորգյանի հավաստմամբ գնիչեցման ազդակներ հայկական կողմն արդեն ստանում է։ Այդ փոփոխությունները ցուցանիշներով ըստ հանձնաժողովի ղեկավարի նկատելի կլինի Ադրբեջանից Հայաստան ապրանքների երկրորդ խմբականակի ներմուծման դեպքում։ Գևորգյանը հայտնել է, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ պարտադրանք չի եղել Ադրբեջանից Հայաստան ապրանքների ներմուծման առումով։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսվարողները հնարավորություն ունեն Ադրբեջանից ապրանք ներմուծել Հայաստան։ Մենք կոմունիկացվել ենք իրար եւ իրանցից որևէ մեկը ասել է մենք բողոք չունենք։ Եթե ունենք, ասեն։ Հիմա կարող ասել, բայց կարող վախենան բողոքեն, վայբալ ոնց ասում, բայց մինչեւ դա ցորեն էին բերել։ Գիտեին, չէ՞ որ արդեն Ադրբեջանի տարածքային հարաբերություններ ենք սկսել։ Մեկ ու ասել ես գնամ բենզին բերեմ, ասել ենք, չէ, ինչ պիտի կառավարություն չթողի։ Կառավարությունը անդադ խոսում է, վարչապետը անդադ ասում է, որ խաղաղության օրակարգի այսպես ասած առավելություններից եկեք օգտվեք, շուտ եկեք ուզեցիլա գնա մենք ասել ենք մի արեք։ Մյուս թեմաները քիչ անց։ Շտաբ բուժօգնությունը կդառնա վճարովի 8-ից ավելի կանչի դեպքում բացառություններ կան դանակահարություն, ցրտահարություն, պարտադիր առողջապահության ապահովագրության թեման բողոքի ալիք է բարձրացրել տնտեսվարողների շրջանում, ինչու են իրենցից միանվագ պահանջում։ Շարունակենք թողարկումը։ Եվրամիությունը 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արդեն 193.3 միլիարդ եվրո է ծախսել Կիևի աջակցության վրա, ներառյալ 3.7 միլիարդ եվրո եկամուտները Ռուսաստանի ակտիվների վերաներդրումներից եւ մտադիր է լրացուցիչ 90 միլիարդ եվրո ծախսել 2026-ից 27 թվականներին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայանի խոսքով դա ավելին է, քան ցանկացած այլ երկրի օգնությունը։ Նա նաեւ ներկայացրել է 2026-27 թվականներին Կիևի ֆինանսավորման 90 միլիարդ եվրոյի նոր ծրագիր, որը նրա ձևակերպմամբ կհավաքագրվի արտակարգ համաեվրոպական փոխառության տեսքով։
Եվրոպական այն հայտարարությունները, որ Ուկրաինայում հրադադարից բացի ամեն ինչ երկրորդականը նպատակ ունեն ժամանակ շահել Կիևի ռեժիմին աջակցելու եւ նրա գոյությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երբ եվրոպացիներն ասում են, որ հրադադարից բացի մնացած ամեն ինչ երկրորդականը, պարզ է, թե ինչի մասին են խոսում։ Խոսքը Կիևի ռեժիմին աջակցելու, դրա գոյությունը պահպանելու համար լրացուցիչ ժամանակ շահելու մասին է, ասել է Լավրովը։ Նրա խոսքով Բրյուսելը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմի նախապատրաստմամբ։ Վերադառնանք մեզ մոտ Երևանի կենտրոնական որոշ տարածքներ ճանաչվել են գերակա հանրային շահ ունեցող նախատեսված կառուցապատման եւ զարգացման ծրագրերի համար։ Նախկինում այս տարածքների գույքերի օտարման գործընթացը հաճախ ուղեկցվել է իրավական բարդություններով եւ սեփականատերերի դժգոհություններով փոխհատուցման չափի եւ պայմանների պատճառով։ Նոր փոփոխությունները նախատեսում են ապահովել սեփականատերերի ավելի ակտիվ մասնակցությունը գնահատման գործընթացին, բարձրացնել փոխհատուցման չափերը եւ տրամադրել լրացուցիչ հատուցումներ բիզնես գործունեություն ծավալած գույքերի համար։ Հյուսիսային պողոտա, Ֆիրդուսի, ինչն է միավորում այս թաղամասերին։ Երևանի կենտրոնի այս հատվածները ժամանակին կառուցապատվել են, կառուցապատվում են կամ կառուցապատվելու են։ Բացի այդ, այս տարածքները ճանաչվել են գերակա հանրային շահ։ Այդ process-ներն էլ զուգորդվել է դատական հայցերով, իրավական երկար գործընթացներով։ Ինչու՞, որովհետև մեղմ ասած մարդիկ համամիտ չէին փոխհատուցվող գումարների չափի հետ, փոխհատուցման պայմանների հետ եւ այլն։ Գործադիրը որոշել է փոփոխություններ իրականացնել հանրային գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում։ Մասնավորապես պայմաններ են ստեղծվելու, որպեսզի սեփականատերը, ում գույքը պետք է օտարվի հանուն գերակա հանրային շահի, կարողանա մասնակցել գնահատման process-ին։ Փոխհատուցման չափի գնահատման, շուկայական արժեքի գնահատման մեթոդաբանությունը լավարկվելու է եւ համապատասխանեցվելու է միջազգային ստանդարտներին, այսինքն մենք ակնկալում ենք, որ քաղաքացիներն ավելի գոհ պետք է լինեն այդ գնահատման արդյունքից։ Նախատեսվում է մասնակցության հնարավորություն քաղաքացու համար այդ գույքի գնահատման գործընթացին։ Օտարվելիք գույքի շուկայական արժեքի որոշումից հետո ըստ գործող օրենքի ձեռք բերողը դա կարող է լինել պետությունը կամ մասնավոր կազմակերպություն։ Պետք է վճարի շուկայական արժեքից 15% ավելի գումար։ Նոր փոփոխություններով այս պայմանը եւս լավարկվելու է։ Գույքերի սեփականատերերի համար նախատեսվում է ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու համար խրախուսական գործիքակազմ, սահմանելով գործող կարգավորման համեմատությամբ եւս 15% ավելի բարձր չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն, փաստացի շուկայական արժեքից 30% ավելի։ Այսքանով հանդերձ կա մի կետ, որը փորձագետների մոտ անհանգստություն է առաջացնում։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի սեփականատերը համաձայն չլինելով գույքի գնահատման հետ դիմում է դատարան եւ նախագիծը կանգ է առնում։ Երբ հանրության գերակա շահ ճանաչված նախագծի իրականացում փակուղի է մտնում, սա եւս խնդիր է, որովհետեւ գնահատման արդյունքները բողոքարկվում են քաղաքացիների կողմից եւ սեփականության իրավունքի ծագման պահը ներկայում օրենսդիրը կապում է դատական ակտի ուժի մեջ մտնելու հետ։ Հաշվի առնելով գնահատող կազմակերպությունների նկատմամբ անվստահությունը, հավանականությունը մեծ է, որ ապագա նախագծերում եւս մարդիկ հակված են լինելու վիճարկել նրանց սահմանած փոխհատուցման չափը դատարաններում։ Ֆիրդուսի բնակիչները դիմեցին դատարան եւ շահեցին գնահատող կազմակերպության կատարած ոչ պատշաճ եւ ոչ իրականության համապատասխան գնահատում։ Օրենսդրորեն դեռ հավուր պատշաճի սահմանված չէ, թե ինչ է հանրային գերակա շահը։ Օրինակ հյուրանոցը կամ ժամանցի վայրը ինչ գերակա շահ են ներառում հանրության համար։ Կառուցապատողը թողնեք իրեն կպայմանավորը։ Մեկին փող կտա, դեպքում բնակարան կտա, այդ արդեն ես իր հետ կգտնենք համաձայնություն։ Նոր փոփոխություններով կառավարության կողմից այս կամ այն տարածքը հանրային գերակա շահի ապահովման համար օտարման ենթակա հող ճանաչելուց առաջ այդ նախագիծը նախ պետք է դրվի հանրային քննարկման։ Հույս կա, որ այս կետի շնորհիվ գուցե կանխվի կոմերցիոն շահը հանրային շահի անվան տակ առաջ հրելու պրակտիկան։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Անկախ պետության կողմից հայտարարվող ծրագրերի կարևորությունից եւ ռազմավարական նշանակությունից դրանց իրականացումը հիմնականում կազմակերպվում է մրցութային կարգով, բայց սա իր հետ բերում է որոշակի խնդիրներ, որոնց հետևանքով տուժում է հանրության շահը։ Օրինակ, պետական պատվերով շինարարության որակը նորմերին անհամապատասխան լինելու դեպքում կառավարության համապատասխան մարմինը հրաժարվում է ընդունել կառուցված օբյեկտը, շինարարական կազմակերպությունն էլ դիմում է դատարան եւ օբյեկտի շինարարությունը կամ շահագործումը կասեցվում է տարիներով։ Օրենսդիրում այսօր
այսօր ներկայացվել է օրինագիծ, որը հնարավորություն է տալիս կառավարությանը կանխել կոնկրետ ծրագրի կասեցումը, նույնիսկ եթե դրան վերաբերող դատական վարույթ է սկսվել կապալառուի դիմումով։ Խոսքը ոչ թե նրա մասին է, որ տնտեսվարողը այլևս չի կարողանում բողոքարկի, կարողանում է, բայց որոշ դեպքեր կան, որի ժամանակ մենք ասում ենք կներեք, բայց աշխատանքը պետքա շարունակվի։ Համապատասխան մանկապարտեզը պետքա կառուցվի կամ եթե օրինակ մենք դեպքեր ենք ունենում, երբ որ վտանգավոր օրինակ Սյունիքում գծանշման աշխատանքների իրականացման բավականին կարևոր դեպք է եղել, որի ժամանակ դատարանը ասել է, այստեղ հանրային շահ չկա, պարզվել է, որ մեր մոտ երկար ժամանակ Սյունիքում գծանշման աշխատանքներ չեն իրականացվել ու անհայտ է դեռ այդ գծանշման աշխատանքները չիրականացվելու արդյունքում քանի զոհ է եղել ճանապարհներին, քանի վնասված։ Շտապ օգնությունը 8-ից ավելի կանչերի դեպքում վճարովի կդառնա։ 2025 թվականին շտապ բժշկական օգնության ծառայության ծանրաբեռնվածությունը շարունակել է աճել պայմանավորված մայրաքաղաքի բնակչության ավելացմամբ եւ սպասարկման պահանջարկի բարձրացմամբ։ Միևնույն ժամանակ ոլորտում ներդրվում են կանչերի կարգավորման նոր մոտեցումներ, ընդլայնվում է տեխնիկական հագեցվածությունը, սակայն առաջանում են նաեւ մասնագիտական տարաձայնություններ շտապ օգնության արդյունավետության, կանչերի սահմանափակման եւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ 2025 թվականի ընթացքում շտապ բժշկական օգնության ծառայությունը սպասարկել է շուրջ 307,000 կանչ, ինչը 3% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Աճը պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի ավելացմամբ։ Անցած տարվա ընթացքում ըստ շտապ բժշկական օգնության տնօրենի ձեռքբերումներ են ունեցել։ Օրինակ սեփական միջոցների հաշվին լիզինգի տարբերակով գնել են շտապ օգնության 7 մեքենա։ Այնինչ ոլորտի փորձագետները հակառակն են պնդում, ասում են Mercedes գնելը ամենևին էլ ձեռքբերում չէ, փոխարեն կարող են կարգավորել ապահովագրական շրջանակում կանչերի թիվը, քանի որ ըստ պաշտոնական տվյալների տարեսկզբին նկատվել է կանչերի շուրջ 35% նվազում, որը մասնագետները պայմանավորում են նաև կանչերի կարգավորման նոր մեխանիզմներով։ Կանչ գրանցելուց որևէ դեղորայքի բացակայություն չի եղել, վստահեցնում է Գրիգորյանն ու հավելում, միանշանակ կողմ են կանչերի սահմանափակմանը։ Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, իսկ 8-ից ավելի կանչերի դեպքում ծառայությունը կդառնա վճարովի։ Մեկ կանչի արժեքը սահմանված է 10,000 դրամ։ Անձնակազմը վարորդ, բժիշկ, բուժքույր, մեքենա գնալ ու նման կանչերի պատճառով իրական հրատապ, շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերը ուշանում են։ Այսինքն ես իմ սուբյեկտիվ կարծիքը ազատ եմ, ես միանշանակ կողմ եմ սահմանափակմանը ու դեռևս 2025 թվականի արդեն կեսերից ինքներս պայքարում էինք իրանց հետ, տարբեր հեռախոսազրույցներ էինք ունենում։ Առողջապահության ոլորտի փորձագետները արդեն իսկ արձանագրում են ընտանեկան բժիշկների մոտ քաոս է ստեղծվել, քանի որ շտապ օգնության կանչերը նրանց են փոխանցվել։ Փորձագետի խոսքով կանչի փոխանցման ժամանակ չկա հստակ կամ հստակի մոտ իդենտիֆիկացիա։ Ոչ մասնագետ հեռախոսավարների շնորհիվ է որոշվում քաղաքացիների կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ։ Այնինչ Գրիգորյանի խոսքով, եթե մարդը տարվա ընթացքում 20 կամ 30 անգամից ավելի շտապ օգնություն է կանչում, դա նշանակում է, որ նա բուժհաստատությունում բուժման կարիք ունի։ Սխալ դիֆերենցիացիան բերելու է նրան, որ կանչի փոխանցումը ընտանեկան բժշկին եւ ընտանեկան բժշկի 2 ժամով, եթե լավագույն դեպքում անգամ այսպես հիպոթետիկ որոշենք, որ հասնելու է ընտանեկան բժիշկը, դա բերելու է նրան, որ ժամանակ են կորցնելու եւ բաց ենք թողելու այնպիսի լուրջ ախտորոշումներ, ինչպես հիպերտոնիկ կրիզն է, ինչպես օրինակ ուղեղի այրաշրջանառության խանգարումներն են, սրտամկանի ինֆարկտը եւ այլն, եւ այսինքն մենք ունենալու ենք մահացության բարձրացում։ Շտապ օգնության ամենահաճախակի կանչերը գրանցվում են սրտանոթային հիվանդությունների, սուրշնչառական վարակների եւ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքում։ Կոտրվածքների հետ կապված կանչերի մասին դեկտեմբերի վերջից մինչև հունվարի առաջին շաբաթը գրանցվել է ընդամենը 22 կանչ, հիմնականում 60 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Թունավորումների դեպքերը եւս սակավաթիվ են եղել, ընդամենը 5 կանչ։ Ցուրտ եղանակը շարունակում է դժվարություններ ստեղծել շտապ օգնության անձնակազմի համար, հատկապես Սարիթաղում եւ Նորքում, որտեղ նեղ փողոցները հաճախ խոչընդոտում են մեքենաների տեղաշարժը։ Անհրաժեշտության դեպքում բուժաշխատողները կանչի վայր են հասնում ոտքով։ Գրիգորյանի խոսքով, այս տարի կառավարությունը նախատեսում է ավելացնել շտապ բժշկական օգնության ֆինանսավորումը։ Կանչի արժեքի բարձրացման դեպքում կբարձրանան նաև բուժաշխատողների աշխատավարձերը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։
Անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր առողջապահական ապահովագրության վճարների թեման վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Մի շարք օգտատերեր դժգոհում են, որ դեկտեմբերին են միայն իմացել, որ պետք է վճարեն 129.600 դրամ պարտադիր ապահովագրավճար։ Բացի այդ, բողոքներ կան, թե ինչու են քաղաքացիները վճարում ապահովագրավճարը ամսական կտրվածքով, իսկ ԱԶ-ները ստիպված են այն միանվագ վճարել, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ շատերի համար։ Հիշեցնեմ, ԱԶ-ներն այս տարվանից պետք է վճարեն առողջապահական ապահովագրության վճար, եթե դրանց շրջանառությունը գերազանցում է 2.400.000 դրամը։ Այդ աշխատողը, եթե ինքը ամիսը ստանում է օրինակի համար 500.000 դրամ աշխատավարձ, ինքը վճարում է X գումար ապահովագրավճարի, եւ ես ԱԶ աշխատելով իմ եկամուտն հավասար է այդ նույն աշխատավարձին, այսինքն այդ 500.000 դրամի ամսական կտրվածքով ես վճարել եմ 10.600 դրամ, ինչն է տարբերությունը իմ ու այդ անձի միջև, այսինքն ինքը աշխատող է ԱԶ մենակ դա, թե պետք է մեր եկամուտներից գոյացող հարկերը համատական մոտեցում կիրառեին։ Խնդիրը դրա մեջ է։ Կվերադառնանք քիչ անց։ Կամավորատեստավորումը որակն է բարձրացնում, թե դարձել է ձևական ու անհամակարգ փորձություն, կրթական բարեփոխումների հակասությունները։ Լոռու մարզում բացահայտվել է տորֆի ապօրինի արդյունահանում, պետությանը պատճառվել է 55 միլիոն դրամի վնաս։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդիվ։ Շարունակենք թողարկումը։ Կամավոր ատեստավորման շուրջ առաջացած նոր իրավիճակը կրկին ի ցույց է դնում կրթական բարեփոխումների հակասությունները։ Մի կողմից օրենքի կոշտ պահանջներն են, մյուս կողմից դրանց փաստացի շրջանցումը համակարգը կադրերից չդատարկելու համար։ Երկու անգամ ձախողված ատեստավորումից հետո ուսուցիչներին եւս մեկ հնարավորություն տալու որոշումը ոչ միայն հարցեր է առաջացնում գործընթացի նպատակի ու արդյունավետության մասին, այլև խորացնում է անվստահությունը, արդյոք ատեստավորումը ծառայում է որակի բարձրացմանը, թե դարձել է ձևական ու անհամակարգ փորձություն։ Շուրջ 200 ուսուցիչ երկու անգամ չի հաղթահարել կամավոր ատեստավորումը գործող իրավակարգավորման համաձայն, նրանք պետք է ազատվեն աշխատանքից։ Ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով, սակայն կրթական գերատեսչությունը այս խմբի մանկավարժների համար եւս մեկ ատեստավորում կկազմակերպի։ Կրթության փորձագետի գնահատմամբ ստեղծված իրավիճակն ինքնին վկայում է, որ կամավոր ատեստավորումը ըստ էության ձևական է։ Ատեստավորման գործընթացը շինծու ձևական գործընթաց։ Ուղղակի անելու համար այնքան բոլորը գան եւ հաղթահարեն։ Մինչեւ հիմա տեսեք 4 տարուց ավել անցել է եւ որևէ սկզբունք ըստ էության այն ինչ որ սկզբից դրված էր չի պահպանվել։ Եվ հասկանալով որ այդ գործընթացը շատ ուսուցիչների ուղղակի կարող է դուրս ցողել կրթական համակարգից, այնպես են անում որ գոնե այդ ուսուցիչները մնան կրթական համակարգում։ Այդ դեպքում ինչի համար պետք էր մտածել այդ ամբողջը հիմա էլ հետ ողորմի անել։ Այս տարի եւս ուսուցիչները դժգոհ էին կամավոր ատեստավորումից ու անարդար գնահատումից։ Հարցերը բարդ էին, անտրամաբանական ու ծուղակային, ասում են։ Ամենից շատ դժգոհությունները ռուսերենի, հասարակագիտության եւ քիմիայի շուրջ էին։ Պնդում են, գիտելիք պահանջող ոչ մի հարց թեստերում չի եղել։ Ժամի հետ զրույցում քիմիայի մի ուսուցիչ էլ նկատեց, ձախողումների հիմնական պատճառը ուսուցիչների գիտելիքի պակասը չէ։ Խնդիրները կապված են թե թեստերի բովանդակության, թե տեխնիկական խափանումների հետ։ Եթե այդ խնդիրները չվերացվեն, քանի անգամ ուզում է հնարավորություն տան։ Հնարավոր է, որ տվյալ ուսուցիչը նորից չկարողանա հաղթահարել բազմաթիվ քննական կենտրոններում տարատեսակ հարցեր են եղել, տարատեսակ խոչընդոտներ եւ թերություններ են եղել, որոնք խանգարել են համակարգիչը մի քանի անգամ անջատվել է ծրագրից, քին համակարգչով են մարդկանց առաջարկել քննություն հանձնել։ Եթե այդուհանդերձ ուսուցիչները երրորդ ատեստավորման նվազագույն շեմն էլ չհաղթահարեն, կկորցնեն աշխատանքը։ Կրթության ոլորտի փորձագետները նկատում են այս մոտեցումը միանգամայն հակասում է կամավոր ատեստավորման տրամաբանությանը։ Լավ կլիներ, որ վերանայվեր ուսուցչին աշխատանքից ազատելու մեխանիզմը, այն փոխարինելով զարգացմանն ուղղված աջակցող ծրագրերով։ Կրթության համակարգը կայունություն է սիրում։ Այդ անընդհատ ցնցումները որևէ լավ բանի երբեք չեն բերում։ Բոլոր այն ուսուցիչները, որոնք հիմա աշխատում են կրթության համակարգում, որպես առաջին քայլ առնվազն, նրանց պետք չէ բաց թողնել կրթության համակարգից, որովհետև այն սերունդը, որը հիմա գալիս է, ընդունվում է մանկավարժական
մասնագիտություններով տարբեր վարչագույն ուսումնական հաստատություններ, նրանք 10 անգամ ավելի քիչ են այն ուսուցիչներից, որոնք հիմա աշխատում են կրթության համակարգում։ Փորձագետների խոսքով ավելի արդյունավետ կլիներ սահմանել անհատական զարգացման ծրագրեր եւ կրկնակի փորձի հնարավորություն նախքան կտրուկ վարչական քայլերի դիմելը։ Հակառակ դեպքում կամավոր ատեստավորումը վերածվում է պարտադրանքի, ինչը ոչ միայն չի խթանում ուսուցչի մասնագիտական աճը, այլև խորացնում է ոլորտում առկա կադրային խնդիրները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 9 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 9 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 186 հանցագործություն, որոնցից 5-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Էդուարդ Պողոսյանը։ Այսօր առավոտյան ժամը 9:50-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Վարչապետը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության գործունեությունը, կարևորել վերջիններիս դերը խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնումը հազանգեր են ստացել, որ զինված ուժերում հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։ Պարտադրում են միանալ 10 եպիսկոպոսների նախաձեռնած արշավին։ Մայրաթորի տեղեկատվական համակարգից լրատվամիջոցներին հայտնել են, որ ստացված տեղեկությունները մտահոգիչ են, իսկ երևույթը դատապարտելի եւ անընդունելի։ Պաշտպանության նախարարությունը սակայն տեղեկությունը հերքում է։ Լոռու մարզի Սարատովկա գյուղում բացահայտվել է տորֆի ապօրինի արդյունահանում։ Ընկերություններից մեկը անօրինական արդյունահանել է մոտ 14,000 խորանարդ մետր տորֆ, պետությանը պատճառելով մոտ 55 միլիոն դրամի վնաս։ Նովոսելցովոյում էլ դեգրադացրել են 1.5 հեկտար հող 328,000 դրամ վնասով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։ Կառավարությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրակետերում, տոնավաճառներում, ցուցահանդես վաճառքներում արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի առկայությունը կամ օտարումը։ Գործադիրը բացառություն սահմանել է միայն կշռափաթեթավորման համար օգտագործվող եւ երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի համար։ Արգելքը խախտելու համար պատասխանատվություն կլինի։ Առաջին անգամ սննդամթերքի անվտանգության տեսչականը կհայտարարի նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդ խախտումների դեպքում կտուգանի 100-ից 150,000 դրամի չափ։ Խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին։ Եղանակային անբարենպաստ պայմանները եւ մայրաքաղաքի որոշ հատվածներում առաջացած մերկասառույցը խախտել են Երևանի տրանսպորտի մի շարք երթուղիների ժամանակացույցը։ Առավոտյան եղել են ուշացումներ, այս մասին հաղորդում են Երևան ավտոբուս ընկերությունից, տեղեկացնելով, որ այս պահին արդեն մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականon հունով, ամբողջ տեղաշարժը տեսանելի է թվային հարթակներում։ Կրակոցներ Երևանի կենտրոնում ժամը 15-ին ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացել, որ Աբովյան 25 հասցեից 3 քաղաքացի տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վիրավորներից 2-ը եղել են անչափահաս, նրանցից մեկը բուժօգնության է դիմել սուր կտրող ծակող առարկայից ստացած հարվածով։ Իրավապահները պարզել են մոտակայքում գտնվող մետրոպոլիտենի գետնանցումում կրակոցի պատճառով կոտրվել է խանութի պատուհանը, հայտնաբերել են նաև հետքեր։ Համայնքային ու քրեական ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում հինգշաբթին կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առանձին հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը կնվազի ևս 6 վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 10 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 0-ից 2 աստիճան տաքություն, Լոռիում 0-ից 3 աստիճան ցուրտ,
Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 4 աստիճան տաքություն։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 2 աստիճան ցրտից 2 աստիճան ջերմություն, Սյունիքի նախալեռներում 2-ից 5 աստիճան ցուրտ։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների։ Այս գիշեր սպասվում է 5-ից 7 աստիճան ցուրտ, ցերեկը 0-ից 2 աստիճան տաքություն, երեկոյան 4-ից 6 աստիճան ցուրտ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ ձեզ խաղաղ երեկո, ցտեսություն։